ուրեմն խոսքը բոլորովին լավատեսության կամ հոռետեսության մասին չի, եթե այդ ոճով շարունակենք, խոսքը միայն իրատեսական լինելու ձգտման մասին է։ Հիմա նայեք, իհարկե եղել է թշնամանքը, իհարկե եղել է էթնիկ զտումը, իհարկե լսում ենք հռետորաբանությունը, մենք տեսնում ենք նույն հայտարարությունները, չէ՞, մենք ես դուք մտնում ենք, բան, նորությունները, եթե կա ադրբեջանական նույն բաներն ենք, չէ՞, կարդում։ Մեկ-մեկ տես տպավորությունա որ չէ։ Նայեք, իհարկե մարտահրավերները կան, բայց այդ մարտահրավերներուն կառավարելու ձևը ո՞րն է։ Մենք համոզված ենք, որ կա միայն մի ճանապարհ՝ բանակցել եւ խաղաղություն կառուցել։ Նույնական չեն նարատիվները, այո, լսում ենք հավելյալ պահանջներ, այո, բայց կա նաև նույնական հատվածը, օրինակ, այն համաձայնագիրը, որի տեքստը մենք համաձայնեցրել ենք, եւ այդ համաձայնագիրը ամբողջապես ես կարող եմ ասել, բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Դուք արդեն ճանաչել եք 40 կիլոմետրով։ Բանավոր հայտարարություն լավ, հիմա կնեն նույնականացնեք բանավոր հայտարարություն ստորագրված միջպետական փաստաթղթի հետ։ Ես ես վստահեցնում եմ, սահմանազատման գործընթացում սահմանի գիծը որոշելուց հետո եթե պարզվում է, որ հայկական զինված ստորաբաժանման կամ սահմանապահ ծառայության հենակետ, բան պետքա տեղաշարժվի, տեղաշարժվում է։ Եթե պարզվում է, որ ադրբեջանական ստորաբաժանման հենակետ պետքա շարժվի, դա եւս շարժվում է։ Միակողմանի չի լինում։ Սահմանը, եթե սա է, սրանից այս կողմ, ուրեմն, եթե հայկական ուժն առաջ հետ է գալիս, եթե ադրբեջանական ուժն առաջ, ինքն է հետ գնում։ Դուք նշեցիք ջերմուկը, գործընկերն էլ Տիկին Վարդյանն էլ ասեց, ես խոսքի մեջ մոռացա անդրադառնամ։ Կան Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկը։ Կան Ադրբեջանին այդ սահմանագծմամբ, այդ փաստաթղթի շրջանակներում պատկանող որոշ տարածքներ, որոնք դեռ Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են։ Ընդհանրապես սահմանագծման հենց ամբողջ իմաստն էլ է որոշել այդ գիծը, տնկել սյուները եւ ուժերին բաշխել համապատասխան կերպով։ Եթե շատ ուղիղ ասենք, սահմանազատման ֆիզիկական նշանակությունը դա է։ Այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետությանը եւ այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքը։ Մենք վստահ ենք, որ սահմանազատման գործընթացն է այն ճանապարհը, որոնք մենք պետք է լուծենք այդ հարցը եւ սահմանազատման գործընթացը եւ մինչ այժմ ընդունված փաստաթղթերը, դրանցում ամրագրված մոտեցումների նորմերը եւ մինչ այժմ տեղի ունեցած գործընթացը լիարժեք հույս են տալիս, լիարժեք ստեղծում են համապատասխան մեխանիզմները, որ այս հարցերը, այդ թվում եւ ջերմուկի հարակից տարածքի հարցը, որը միակը չի, ոչ մեր կողմից, ոչ իրանց,